գեղեցիկ տեսնող կինը, երբ որ հայլու առաջ կանգնում է եւ ինքը իրեն դուր է գալիս, ինքը ավելի ինքնավստահ է դառնում։ Կոսմետոլոգիան մի ճյուղ է, որտեղ որ երբեք չես դադարում սովորելուց։ Եթե եկել է մարդը, մեզ դիմել է, ուրեմն մեր կարիքը ունի։ Այն ինչով ես զբաղվում եմ, ես հասնելու եմ հաջողության։ Ես ոչ մի պահ չեմ կասկածել, որ նաև մեր երկրում կարելի է զբաղվել բիզնեսով, կարելի է արարել, կարելի է գնալ առաջ։ Շատ հաճախ մենք խոսում ենք հաջողությունների մասին, բայց երբեմն այդ անցած ճանապարհում լինում են նաև պարտություններ, որոնց արդյոք պետք է պատրաստ լինի մարդը։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Ելակետի տաղավարում այսօր հյուրընկալել ենք կին գործարար Ալլա Ավետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ մեր հրավերն ընդունելու համար։ Ինձպես։ Երիտասարդ գեղեցիկ կին, ինչպես որոշեցիք, որ պետք է բիզնես հիմնեք եւ արդյոք դժվար չէր կայացնել այդ որոշումը, արդյոք վախենալու չէր կայացնել այդ որոշումը։ Գիտեք, ինձ թվում է, որ ես բիզնեսի գաղափարի մոտ եղել եմ անկուց։ Ես հիշում եմ, որ մենք դեռ դպրոց չգնացող երեխաներ էինք եւ մեր ընկերների հետ մասնագիտություն ընտրելու հարցերն էինք քննարկում։ Ես այն ժամանակ էլ վստահ գիտեի ու ասում էի, որ ես եմ որոշելու, թե երբ եւ որ ժամանակ գնամ աշխատանքի եւ ինչ մասնագիտություն ընտրեմ։ Ինչ տարիքում եք արդեն, որ վստահ եք, որ պետք է բիզնես հիմնեք։ Ես միշտ եմ մտածել, որ ես ունենալու եմ իմ սեփական բիզնեսը, երբևիցե չեմ մտածել, որ ես աշխատելու եմ ինչ-որ մեկի հետ, այսինքն միշտ մտածել եմ, որ ես ունենալու եմ սկզբնականում փոքր, բայց հետո մեծացնելու եմ իմ բիզնեսը, երբևիցե այն գաղափարը, որ ես չեմ ունենալու, աշխատելու եմ ինչ-որ միտեղ չի եղել։ Ճիշտ է, ես չեմ հասկացել ինչ ոլորտն եմ ընտրելու։ Միշտ ինձ հոգեհարազատ է եղել արվեստի բնագավառը, բայց այնպես ստացվեց, որ էլի համարյա արվեստի, այսինքն կոսմետոլոգիան ընտրվեց։ Ի սկզբանե որոշել էի, որ միգուցե այդ ասպարեզը ընտրեմ, որովհետև կոսմետոլոգիան, այսինքն գեղեցիկի նկատմամբ իմ ձգտումը, որպեսզի մարդկանց սարքեմ ավելի գեղեցիկ եւ նաեւ կանանց հետ աշխատելն էր ինձ շատ հետաքրքիր եւ կանայք ովքեր ուզում էին ավելի գեղեցիկ լինել կամ ավելի խնամված լինել, դա ինձ շատ հոգեհարազատ էր եւ շատ պատասխանատու բան եք անում դուք, որովհետեւ կնոջը հաշտ եք դարձնում իր արտաքինի հետ։ Ինչ եք զգում, երբ կինը իրեն արդեն այդ ամենից հետո նայում է հայլու մեջ, չէ՞ որ մեծ պատասխանատվություն է, չէ՞ ձեզ համար, եւ տեսնում է արդեն ավելի շտկված մի բան, որ երազել է միշտ ունենալ եւ ունի արդեն։ Դուք ինչ եք զգում այդ պահին, ինչ ապրումներ եք ունենում։ Խորանալ կոսմետոլոգիայի մեջ միայն դա չէ, մենք խորանում ենք նաեւ մարդկանց հոգեբանության մեջ։ Կանայք, ովքեր դիմում են մեզ, գալիս են ամեն մեկը տարբեր նպատակներով։ Մեկը գալիս է, որպեսզի ետ վերադարձնի իր տարիները։ Մյուսը ավելի գեղեցկանա, այն մյուսը ունի հոգեբանական խնդիր եւ ինքը չգիտի ինչ է ուզում, այսինքն մոլորության մեջ է։ Գալիս են նաեւ կանայք, ովքեր ցանկություն ունեն անելու մի պրոցեդուրաներ, որը չի համապատասխանում իրականությանը, այսինքն իր դեմքին, իր ցանկություններին չի համապատասխանում, դրա համար մենք դառնում ենք նաեւ հոգեբան։ Դուք ասում եք այդ մասին օրինակ։ Այո, իհարկե ասում եմ, ես միշտ իրենց հետ նախապես զրուցում եմ, հետո պրոցեդուրան կատարում, իրենք չեն էլ նկատում, որ այդ զրույցը հենց դրա համար է։ Նախապես, որպեսզի հասկանամ, թե ինչ է ուզում։ Ես քանի որ կողմնակից եմ ավելի բնական գեղեցկության, ես ուղղությունը տանում եմ դեպի բնական եւ իհարկե բացատրում, որ ուղղակի խնամված լինելը ավելի կարևոր է, քան փոխել ինչ-որ մի բան։ Կինը պետք է կարողանա ինքը իրեն տեսնի հայլու մեջ գեղեցիկ։ Գեղեցիկ տեսնող կինը, երբ որ հայլու առաջ կանգնում է եւ ինքը իրեն դուր է գալիս, ինքը ավելի ինքնավստահ է դառնում։ Իհարկե մենք շտկում ենք գեղեցկությունը,
ոչ թե ինչ որ փոխում մարդու դիմագծերը։ Տարիների ընթացքում ինչ միտում եք նկատում, արդյոք ավելի են շատացել խնամված կանայք, դիմող կանայք, որ խնամված լինեն։ Ուրախալի է, որ այսօր տենդենսը գնում է ավելի բնական գեղեցկության, կար մի ժամանակ դուք ինձ հետ համեմատ կլինեք, որ ամեն ինչ չափը անցած էր, այսինքն եւ դեմքի հետ կապված ֆիլտերներ, բոտեքսներ, նմանատիպ պրոցեդուրաները շատ ավելի չափը անցած էր, այսօր փառք Աստծո գնում է դեպի ավելի բնական գեղեցկության, որը գովելի է, իհարկե մարդու գիտակցությանը եկել է նա, որ կինը պետք է խնամի, ոչ թե ինչ-որ մի բան չարաշայի։ Կան այսօր բազմաթիվ միջոցներ, պրեպարատներ կոսմետոլոգիայում, որոնք ապահովում են երիտասարդ մաշկը, ապահովում են երիտասարդ տեսքը, բայց բնական ճանապարհով։ Իսկ դիմողների, այցելուների շեմը տարիքային եւս բարձրացել է, այսինքն տարիներ առաջվա համեմատ ավելի հիմա մեծահասակներ դիմեն։ Հակառակ ավելի երիտասարդ տարիքից են սկսում դիմել մեզ։ Իհարկե մեծ տարիքի կանայք են դիմում, դա կապված է մարդու իրան սիրելու, հա, աստիճանից, ես միշտ ասում եմ, որ կինը պետք է իրեն սիրի, դա կապ չունի, քանի տարեկան կլինի կինը, պետք է լինի խնամված։ Սրանից մի քանի տարի առաջ, որ միջին տարիքի կանայք էին դիմում, այսօր ավելի երիտասարդ աղջիկներ եւ ավելի մեծ կանայք դիմում են մեզ։ Երիտասարդները իհարկե իրենց համապատասխան տարիքային խնամքներ են ավելի նախընտրում, իսկ մեծ տարիքով կանանց հորդորում ենք ուղղակի երիտասարդացնել, գեղեցկացնել իրենց տարիքին համապատասխան։ Շատ կանանց համար օրինակ եք, շատերը նայում են, տեսնում են, որ հաջողել եք, բայց վստահ եմ նաև շատերը փորձում են իրենք քայլանեն, բայց մտավախություն են ունենում։ Ինչ խորհուրդ կտաք նման կանանց եւ արդյոք դուք չեք ունեցել մտավախություն չհաջողելու եւ շատ հաճախ մենք խոսում ենք հաջողությունների մասին, բայց երբեմն այդ անցած ճանապարհում լինում են նաեւ պարտություններ, որոնց արդյոք պետք է պատրաստ լինի մարդը։ Գիտեք, պարտություն չկա։ Կա ուղղակի որոշակի անհաջողություններ, որը դա պարտություն չեմ կարող համարել, որովհետև այն ճանապարհը, որը ընտրում է, հա, գործարար կինը, բիզնես ճանապարհը, այնտեղ պարտություն չի լինում։ Այն էներգիան, որը հավաքվում է կնոջ մեջ, որը ուղղորդում է, հա, այդ ճանապարհը դեպի գործնեության առավել լավ ցուցանիշներ, այդ ճանապարհին իհարկե խոչընդոտներ լինում են, բայց բոլորը հաղթահարելի։ Իսկ ինչ ցանկանամ կամ ինչ խորհուրդ կտամ են կանանց աղջիկներին, ովքեր փորձում են բիզնեսով զբաղվել կամ որևիցե մի գործնեությամբ, գիտեք, իրենց մոտ ավելի շատ եթե քայլ չեն անում, ուրեմն վախենում են։ Իրենց շրջապատը կլինեն իրենց ընկերուհիները, ծնողները, միշտ իրենց վախացնում են, որ չի ստացվի իրենց մոտ։ Դրա համար իրենք ռիսկ չեն անում որևիցե բիզնեսով զբաղվելու։ Շատ եմ լսել, որ բիզնեսով զբաղվող արդեն կայացած կանանց այսպիսի արտահայտություն են անում, դե ինքը կարողանում է, որովհետև ունի այդ հնարավորությունները։ Ես համաձայն չեմ, որովհետև մի օր էլ մենք ենք, հա, 0-ից սկսել եւ չենք ունեցել ոչինչ։ Ուղղակի պետք է ունենալ հստակ նպատակ եւ դու քայլը անես քո սրտով, քո վստահ լինելով, որ այն գործնեությունը, ինչը դու մտածում ես, որ կարող ես հաջողության հասնել, այդ գործնեությունը դու ի կատար պետք է ածել, չլսելով կողքից ոչ մեկի։ Այսինքն դա կլինի ծնող, կլինի ընկերուհի կամ շրջապատում որևիցե մեկը, ովքեր ասում են, որ քո մոտ չի ստացվի։ Ինչպեսի ընտանիքում եք մեծացել, հետաքրքրեց ու ձեր կամային հատկանիշները ուժեղ կամքը, այս որ կողմինն է հատուկ, մայրական կողմին թե հայրական կողմին։ Երկու կողմից էլ ունեմ որոշակի բնավորության գծեր։ Իմ ծնողները միշտ եղել են իմ կողքը, ինձ աջակցել են, ինձ տվել են ուժ, որպեսզի ես հասնեմ նրան, ինչին այսօր ես ունեմ, շնորհակալ եմ նաև իրենց։ Շնորհակալ եմ իրենց հոգատարությանը, իրենց վստահությանը, որ այսօր ես կարողացել եմ կայանամ եւ ոչ մի անգամ իրենք ինձ խոչընդոտ չեն հանդիսացել, այլ աջակցել են ինձ։ Կոսմետոլոգիական ոլորտը մեծ մրցակցություն ունի Հայաստանում։ Ինչու՞մն է կայանում ձեր հաջողության գաղտնիքը, ինչ առանձնահատկություն կա, դուք արդյոք վերլուծել եք դա, առանցքում ինչն է, որ այսպես հաջողեցիք։
Նախ սիրով եմ մոտենում իմ աշխատանքին, սիրում եմ սովորել, կոսմետոլոգիան մի ճյուղ է, որտեղ որ երբեք չես դադարում սովորելուց, երբեք չեմ դադարել ուսումնասիրելուց աշխարհի բոլոր ծայրերում ինչ նորագույն տեխնիկաներ կան, ինչ նորագույն ապարատներ կան, որոնք արդյունավետ կլինի նաև օգտագործել Հայաստանում։ Ես բազմաթիվ երկրներում եմ եղել եւ ուղղակի ինձ հետաքրքիր եղել ինչպես են այնտեղ կոսմետոլոգիական սարքավորումների եւ կոսմետոլոգիական պրեպարատները, ինչ նոր տեխնոլոգիաներ են օգտագործում։ Եվ վերաբերմունքը մեր հաճախորդներին։ Ես բոլորին վերաբերվում եմ խիստ անհատական, փորձում եմ տալ մարդուն այն, ինչի համար ինքը եկել է մեր կենտրոն։ Այսօր մարդիկ նաև նորմալ շփման կարիք ունեն, լինում են դեպքեր, որ գալիս են մեր հաճախորդները եւ ասում են գնացել են ինչ-որ մի կենտրոն եւ իրենց շատ կարճ ձևով բացատրել են ու ինքը չի հասկացել։ Մենք չենք զլանում ժամերով բացատրել մեր հաճախորդներին տվյալ պրոցեդուրայի, անգամ եթե ինքը դա չի էլ անի, գուցե հնարավորությունները կամ ցանկություն չունի անելու, բայց բացատրում ենք մանրամասնորեն եւ բոլորին անհատական վերաբերմունք ենք ցուցաբերում եւ վստահություն ենք ձեռք բերում։ Ինձ թվում է մեր եւ հաջողության գրավականը նաեւ դա է։ Այո, դուք որպես հոգեբանություն ուսումնասիրած մարդ, էմոցիան եւս կարեւորում եք այն զգացողությունը, որը մարդ կունենա, թեկուզ որպես ժամանց, որ ոչ միայն սպասարկվի, այլ էմոցիա տանի իր հետ։ Միանշանակ մարդիկ գալիս են տարբեր նպատակների համար, եթե եկել է մարդը մեզ դիմել է, ուրեմն մեր կարիքը ունի։ Թե խորտակցելու կարիքը, թե պրոցեդուրաների կարիքը, դրանք բոլորը, եթե անգամ պրոցեդուրան չի անում, ուրեմն մեր խորտի կարիքն ունի։ Դուք բացի Cosmet Beauty բժշկական էսթետիկ կենտրոնի հիմնադիր տնօրենը լինելուց, նաև Avin անցավ մազահեռացման սարքի պաշտոնական ներկայացուցիչն եք, կանադացի գիտնականների հետ համատեղ ջանքերով ստեղծվել է ձեր մասնակցությամբ այդ սարքը։ Այստեղ էլի կարևորել եք կնոջը, որ այդ գործողությունը տեղի ունենա անցավ։ Խոսենք մի քիչ նաև այս սարքի մասին, որովհետև վստահ եմ շատերին է հետաքրքրում սարքը, թե ինչպես է լինում, որ անցավ է լինում մազահեռացումը։ Կանադացի գիտնականների եւ բժշկական սարքեր արտադրող կամպանիան, որը գտնվում է Կանադայում, ստեղծեցինք մի սարք, որը շատ պահանջված է ամբողջ աշխարհում։ Մենք բոլորս գիտենք, որ ասեղային մազահեռացումը շատ ցավոտ է, բայց վերջնական լուծումը ասեղային էպիլյացիայի միջոցով է կատարվում։ Գիտակցեցի, որ դրա պահանջարկը շատ կա նաև մեր Հայաստանում եւ որոշեցինք, իհարկե շատ մեծ ճանապարհ եմ անցել, որպեսզի Հայաստանում լինի կամ լինենք պաշտոնական ներկայացուցիչ այդ սարքի, շատ ճանապարհ ենք անցել, մենք արդեն 3 տարի է ինչ շուկայում կանք, ունենք բազմաթիվ հաճախորդների բանակ, ունենք Ամերիկայում սարքը, ունենք նաև պատվերներ արտ երկրներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, եւ սարքը ներկայացվեց նաև Դուբայում, Բալիում, եւ ամբողջ աշխարհում կարճ ժամանակում մեծ ճանաչում ունեցավ այ Դուբայի կլինիկաներից մեկում եղանք, որտեղ որ մեծ հետաքրքրություն ունեին եւ ցանկանում էին, որ սարքը նաեւ աշխատի Դուբայի կոսմետոլոգիական կլինիկայում եւ իհարկե աշխարհի բոլոր ծայրերից մեզ դիմում են, իրենց շատ հետաքրքիր է ոնց կարող է այդքան հզոր սարքը լինել, այդքան բացարձակ անցավ, որովհետեւ մենք ոչ մի ցավազրկող սուկներ չենք օգտագործում։ Կարելի ասել մենք նոր ենք, բայց մեծ ճանաչում ունենք ու անդադար դիմում են մեզ։ Մենք ունեինք սկզբում 1 աշխատող, հիմա այս պահին 4-ից 5 աշխատակից աշխատում են մեր սարքերի վրա, Գյումրիում ունենք մասնաճյուղ, պատրաստվում ենք Վանաձորում։ Ամերիկայի մասին ձեզ արդեն ասեցի, որ մենք Ամերիկայում էլ ունենք մասնաճյուղ, աշխատում են մեր աշխատակիցները այնտեղ, պահանջարկը մեծ է Avin մազահեռացման սարքի եւ փորձում ենք Հայաստանում, հենց Երևանում ունենալ մի քանի մասնաճյուղեր, որպեսզի Երևանի բնակիչները, ասենք Կոմիտասի բնակիչները չգան, չհասնեն մի ուրիշ վայր, տեղափոխությունը ավելի հեշտ կազմակերպենք, մոտ լինի իրենց
բնակավայրին, որպեսզի կարողանան ավելի կոմֆորտ հանգիստ օգտվել մեր պրոցեդուրաներից։ Ճիշտ է, ես իմ խոսքում նշեցի, որ կանանց համար եք մտածել եւ որ անցավ լինի, բայց տղամարդիկ եւս արդյոք դիմում են, որովհետեւ կարծում տղամարդիկ ավելի ցավինքի չեն, չէ՞, դիմանում եւ իրենց համար ավելի նախընտրելի մեթոդ է կարծում եմ։ Իհարկե տղամարդիկ նույնպես դիմում են ու շատ ունենք տղամարդիկ, որոնք գալիս են, նորմալ է, տղամարդիկ նույնպես ուզում են անցանկալի մազերից ազատվել, ու իհարկե դիմում են ու բավականին ունենք տղամարդիկ, որոնք օգտվում են մեր սարքից։ Հաճախ եք ունենում բիզնես այցեր տարբեր երկրներ։ Չեք սահմանափակվում, այսինքն Հայաստանում։ Երբ որ գնում եք բիզնես հանդիպումների, կլինի Բալի, Դուբայ, Ամերիկա եւ մի շարք այլ երկրներ, ինչ փորձ եք տանում, փոխանակում եւ ինչ եք վերցնում բերում, եւ արդյոք գործարարի համար կարեւոր է որ չպարփակվի իր երկրով, այլ փորձ կարողանա բերի դրսից։ Ոչ միայն կարևոր է, այլև պարտադիր է ուրիշ երկրներում գործարարների հետ հանդիպումներ ունենալ, իրենց փորձը բերել եւ օգտագործել մեր երկրում։ Բիզնեսում այդ շատ կարևոր է, որ մեկս մյուսից սովորում ենք, նաև այլ երկրներում կան մեր հայրենակիցները, ովքեր մեծ բիզնեսներ ունեն։ Բալիում մենք հանդիպեցինք մեր հայրենակիցներին, որոնք շատ բիզնեսներ ունեին արտերկրում, ու մենք զրույցների ժամանակ հասկացանք, որ բավականին մտքեր կա, որ կարելի է բերել եւ օգտագործել մեր երկրում ու դրանով զարգացնել մեր գործունեությունը։ Բացի գործարարների հետ կապը, նաև մենք ուսումնասիրում ենք, թե ինչ կա ուրիշ երկրներում, որ չկա մեր մոտ Հայաստանում։ Եվ ինչու՞ չէ, մենք կարող ենք նաև այն, ինչ մենք չունենք Հայաստանում, մյուս երկրներից ներկրել, բերել եւ ունենալ մեր երկրում, եւ մեր հայրենակիցներն կարողանան օգտվել նրանից, ինչը մենք չունենք։ Ձեր մասնագիտությունը, ձեր բիզնեսը վստահ եմ լավ գիտեք, որ դրսում եւս շատ պահանջված է եւ վստահ եմ բնականաբար տեղյակ եք, որ եթե դուք դա հիմնեք, գնաք եւ աշխատեք դրսում, շատ ավելի մեծ գումարներ կունենաք, քան որ անում եք հայրենիքում, բայց դուք միևնույնն է ստեղծում, արարում, ապրում եք Հայաստանում, ինչու եք կայացրել այդ որոշումը եւ արդյոք ձեզ համար վտանգավոր չէր ներդրում անելը Հայաստանում։ Ես վստահ էի, որ այն ինչով ես զբաղվում եմ, ես հասնելու եմ հաջողության։ Ես ոչ մի պահ չեմ կասկածել, որ նաև մեր երկրում կարելի է զբաղվել բիզնեսով, կարելի է արարել, կարելի է գնալ առաջ։ Իհարկե, միգուցե ֆինանսական առումով Հայաստանը մի փոքր ավելի, ուրիշ երկրների հետ համեմատենք շատ ավելի այդպես հարուստ երկիր չենք համարի, բայց ես ինձ լավ եմ զգում իմ հայրենիքում։ Ես ավելի կոմֆորտ զոնայում եմ։ Ու կոմֆորտ զոնայում շատ ավելի հետաքրքիր մտքեր են գալի հետագայում բիզնեսը զարգացնելու համար։ Երբ որ լինում եք արտերկրում, օրինակ Ամերիկայում, այցելուներ ընդունում եք, սպասարկվում են եւ գիտեմ, որ եղել են նաեւ այլազգի կանայք, որոնց սպասարկել եք։ Տարբերվում է հայ կնոջ պահանջը այլազգի կնոջ պահանջից գեղեցկության ստանդարտի մասով եմ ասում։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում նաև էթնիկ իրենց ձեռանկական ֆակտորը եւ իհարկե մոտենում ենք խիստ անհատական տարբեր ազգերի կանայք տարբեր պահանջներ ունեն եւ շատ կարեւոր է նաեւ անատոմիական կառուցվածքը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ ազգն է ավելի բնական գեղեցկության կողմնակից, իհարկե եվրոպացին եվրոպացիները ավելի բնական գեղեցկության կողմնակից են, հայ ազգի կանայք, հիմա մենք գնում ենք դեպի բնականին։ Իհարկե մի պահ կար, որ ես համաձայն չէի շատ բաների հետ, որը նախընտրում էին մեր հայ կանայք, բայց հիմա ես կարծում եմ, որ ամեն ինչ փոխվել է։ Դե ասիական ժողովուրդը մի քիչ ավելի ընդգծված կոսմետոլոգիայի կողմնակից է։ Ինչպիսին կուզենաք տեսնել հայ կնոջը տարիներ անց, բացի արտաքին մասը, դուք կարևորում եք նաև էմոցիոնալ մասը, հոգեբանական մասը, ինչպիսին եք ուզում տեսնել հայ կնոջը։ Դրական էներգիայով։ Գիտեք, երբ որ ինքը շրջապատված լինի դրական էներգիայով, իր մտքերը դրական էներգիա կլանեն, այսպես ասեմ, ու կարողանա ուղղորդի ինքը իր էներգիան դեպի իր նպատակ, մեր հայկինը կարողանա հասնել այն, ինչին ինքը ցանկանում է։
համարձակություն եմ մաղթում մեր հայ կանանց, կոմպլեքսներից ազատվեն եւ համարձակ քայլեն դեպի իրենց նպատակները, սիրեն իրենց ինչպես որ կան։ Շնորհակալ եմ շատ, Ալա, հետաքրքիր զրույցի համար։ Ես վստահ եմ, որ դուք իսկապես ոչ միայն կանանց արտաքինն եք փոխում, այլ տալիս եք ամենակարևոր էմոցիան ինքնավստահությունը եւ շատերի հիշողության մեջ դրական առումով տպավորվում եք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր զրուցել ձեզ հետ։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։